Բարև ձեզ, պարոն Գուլնազարյան։ Բարև ձեզ։ Ամեն օր դուք եք մարդկանց տները գնում Քարոզ արշավի շրջանակներում, այսօր մենք ենք ձեր տուն եկել, ձեր տան անդամների հետ ծանոթանալու կարելի է։ Իհարկե կարելի է։ Բարև ձեզ։ Դուք ելի որդիներ ունեք, չէ՞, տանն են։ Հա, տանն են։ Դե հերի մարտե, հրախոսը տանջատի յուրեր ունենք, բարևի իրանց։ Արի մոմթե ջան։ Դե գնա բարևի։ Այ մամային։ Բարև ձեզ։ Դուք մայրիկն եք։ Այո։ Եվ ձեր հայրիկը։ Ես ընտանիքով էլ ապրում ենք հենց, այո, հայրս է, մեծ որդիս Արիսնա, գորը, մայրս, Մոնթեն և տիկիներն են։ Ունեմ լավ ընտանիք, լավ ծնողներ, լավ կին, Աստծո կողմից պարգևող է ուղարկված 3 լավ զավակներ։ Արիսը մեր մեծ տղան է, ըմշամարտիկ է, զբաղվում է ազատ ոճի ըմշամարտով։ Գորը իմ միջնեկ տղան է, Գորը նույնպես զբաղվում է ըմշամարտով։ Նշեմ արդեն Արիսը հասցրել ունենալ մեծ հաջողություններ, եղել է տարբեր երկրներում, Ամերիկա, Ռուսաստան, Հրաստան, Վլադիկավկազ, գրեթե տանը չի լինում Արիսը, միշտ շրջագայում է, միշտ հավաքների է, միշտ մրցումների է և մեր փոքր գժուկը մեր Մոնտեն է, որ մեր տան ուրախությունն է։ Կինս Հեղինեն աշխատում է դպրոցում, որպես անգլերենի ուսուցչուհի, ուսմասվարն է դպրոցի, մկա, հիմա տենց եք չի ասում, մկան է։ Մայրս տիկին Լուսինեն նախկին բուժաշխատող է, մեր ընտանիքի շտապօգնության մեքենան է։ Հայրս էլ, Արիստակեսը մեր սյունն է, այն հայկական ժողովրդական լեզվով ասած, այո, մեր տան սյունն է։ Խիստ հայր եք, պարոն Գուլնազարյան, ձեզ ոնց կնկարագրեք որդիների։ Ես ինձ անում։ Շատ եք բարկանում տղաների վրա։ Ուրեմն ասեմ, ես ինքս էլ նենց չի, որ թեթև դաստիարակություն եմ տեսել ու կարծում եմ, որ դա շատ ճիշտ է, մանավանդ մեր օրերում լինի տղա թե աղջիկ պետք է ծնողը շատ ուշադրություն դարձնի, որովհետև այս պատանեկության տարիքում սխալվելը, սխալ ճանապարհ շեղվելը դեպի սխալ ճանապարհ շատ հեշտ է։ Դրա համար աշխատում եմ ավելի ուշադրության կենտրոնում պահեմ, ավելի ուսուցողական զրույցներ ունենամ նրանց հետ, ավելի դաստիարակչական, այո, ու հուսով եմ, որ դա եթե այսօր այս տարիքում մի փոքր իրանց թված, որ դա խստություն է դրա անունը, բայց հետագայում հաստատ կյանքի ձևավորման յուրաքանչյուր փուլում դա նրանց օգնելու է։ Համ չշեղվելու, համ ճիշտ կողմնորոշվելու։ Իրենց որոշումներում աջակցում եք, այ օրինակ երկուսն էլ սպորտով են զբաղվում։ Ուրեմն ասեմ, մեր ընտանիքով սպորտի հետ կապված շատ ուրիշ ըմբռնում ունենք ու հա, պես ներողություն մոռացա, Մոնթեն էլ հաճախում գիմնաստիկայի, չէ՞։ Քուտրիների անունը ոնց էր, Մոնթե։ Հա, ընկեր Արման, սիրում ես դու ընկեր Արմանին։ Հա։ Բայց դու մեզ չասեցիր քանի տարեկան ես։ 4։ Հիմա գիմնաստիկայի տեղը ինչ էիր երեք կարևոր նկարել էիր, բերել էիր։ Պատուտ, թռել էիր, բացանիները ծալել ես։ Չէ, ապրես, արդեն սովորել ես։ Ապրես։ Չէ, ստիպելու կամ հարցել եմ միգուցե ուղղորդելու, որովհետև ես ինքս էլ զբաղվել եմ ըմշամարտով տարիներ շարունակ ու մինչև հիմա իմ ընկերները, որ պարապել ենք իրար հետ մինչև հիմի կա մեր ընկերությունը ու դա անփոխարինելի է սպորտային ընկերությունը, սպորտային կյանքը, ուստի այդ նպատակով ես եւս հորդորել եմ, որ իրենք էլ զբաղվեն, համ ունենան առողջ մարմին, համ ունենան առողջ մտածելակերպ, համ ունենան լավ ընկերություն, համ սպորտային այդ ճանապարհորդությունները մեկնել
ուսումնամարզահավաքների բան, ոչ մի բանի հետ համեմատելի չի։ Ուստի ցանկացա, որ իմ տղաներն էլ անցնեն այդ ճանապարհով եւ Փառք Տիրոջը ոնց որ ստացվում է, իրանք էլ գոհ են, մենք էլ ենք գոհ։ 4 ամսից մի փոքր ավել է համայնքապետի պաշտոնակատար եք եւ պատրաստվում եք նաեւ նորից ընտրվել, շարունակել ձեր առաքելությունը։ Հետաքրքիր է սա ընտանեկան կյանքին էս աշխատանքը չի խանգարում, հասցնում եք բավարար ժամանակ հատկացնել, իհարկե ձեր տան անդամներից էլ կհարցնենք, բայց ձեր դիտարկմամբ այս ժամանակը կարողանում եք ճիշտ բաշխել։ Եթե անկեղծ ասեմ, այո, ընտանիքիս հետ կապված մի քիչ ժամանակ տրամադրելը դարձել է ավելի պրոբլեմատիկ ասեմ, որովհետև ավելի շատ լինում ենք բնակիչների հետ, լինում ենք աշխատավայրում ու չկա շաբաթ, չկա կիրակի, չկա ժամ, որովհետև օրվա տարբեր ժամին կարա համայնքում խնդիրներ լինի, որ անհետաձգելի են, իսկ դու որպես համայնքի հոգատար ղեկավար պարտավոր ես, որ յուրաքանչյուր հարցին արագ արձագանքես, լինես բնակչիդ կողքը, օգնես, որ այդ հոգսը կամ տվյալ պահին ստեղծված հովարային անջատում կլինի կամ գազի հարտահոս կլինի կամ կոյուղու հետ կապված մեր համայնքում շատ խնդիրներ կան ու կարա բնակիչը գիշերը զանգի ու ասի, որ կոյուղու խցանման պատճառով իր տանը պրոբլեմա ու չես կարա գլուխը դնես բարձր հանգիստ, պարկես մտածելով, որ լավ վաղը լույսը կբացվի։ Պետքա պարտադիր արագ կարգավորվես, հասնես տեղում խնդիրին լուծում տաս։ Ուստի այդից պատճառով մի փոքր սկսել եմ ժամանակից ելնելով ընտանիքիս ավելի քիչ ժամանակ հատկացնել, բայց շնորհակալ եմ իմ ընտանիքի անդամներին, իմ ծնողներին, իմ տիկնոջը, իմ որդիներին, իրանք էլ ըմբռնումով մոտենում են, որովհետև իրենք էլ հասկանում են, որ հենց տենց է պետք լինել։ Ինչպիսի ամուսին է պարոն Գյուլնազարյանը, ոնց կբնութագրեք։ Տանը շատ հոգատար ամուսին է, հոգատար հայր է իր տղաների համար, բոլոր խնդիրները տղաների իհարկե հայրն է լուծում։ Հիմա մանավանդ Արիսի եւ Գոռի հետ կապված, եթե խնդիրներ ենք ունենում, հարցեր ենք ունենում, հայրն է զբաղվում։ Մոնթեն դեռ փոքր է, իմ հոգացության ներքո է, հետո ընտանիքում այնպիսի մթնոլորտ է, որ մեկս մյուսից լրացնում է, այսինքն ծնողներն էլ մեծ դեր ունեն մեր կյանքում, քանի որ մենք աշխատում ենք եւ աշխատանքային ժամերը այնպիսին են, որ տատիկն ու պապիկը միշտ օգնում են, աջակցում են մեզ երեխաների եւ դաստիարակության եւ խնամքի հարցում, այնպես որ մենք մեկս մյուսով ենք ապրում։ Արդեն 18։ Ինչպես եք ծանոթացել։ Մեր ընդհանուր ընկերոջ միջոցով։ Երեխաների հանդեպ խիստ է տղաների։ Բավականին, այո։ Կարելի ասել։ Դուք ինչով եք զբաղվում, ձեր առօրյան կպատմեք, թե ընտանեկան, թե գործնական։ Դե հիմնականում դպրոցում եմ անցկացնում օրվա մեծ մասը կարելի ասել 9-ից մինչև ժամը 4-ը աշխատում եմ 4-ից հետո արդեն ընտանիքում ընտանեկան խնդիրներով, հարցերով օգնում եմ տղաներիս ուսման մեջ Գոռին, Արիսին երևի առանձնապես չեն կարողանում օգնել իր հարցերով հիմնական հայրն է զբաղվում, նա էլ հիմնական տանը չի լինում սպորտային հավաքների է լինում կամ պարապմունքների է լինում, օրը 2 անգամ է գնում պարապմունքի Արիսի հետ, մի քիչ շփվելը դժվար է ժամանակ գտնելը։ Անգլերենի ուսուցչուհի եք, սիրում եք անգլերեն լեզուն։ Ավելի շատ աշակերտներից։ Իսկ պարոն Գյուլնազարյանը հետաքրքրվում է լեզվի իմացությամբ իր հետ պարապում եք։ Քիչ թե շատ գիտի։ Այո, երբ շրջագայում ենք միասին, ինքը փորձում է որպես տան տղամարդ բոլոր հարցերը ինքը լուծել։ Ես կողքից ընդամենը օգնում եմ։ Տիկին Լուսինե, կպատմեք պարոն Գյուլնազարյանի մանկության մասին, ինչպիսի երեխա էր։ Չար էր։ Չար չէ, ակտիվ էր, շատ ակտիվ է եղել ինքը, ամեն ինչում ակտիվ է եղել։ Եվ սովորելով, գերազանց սովորել է, դպրոցը ավարտել է։ Ավելի շատ ինքնուրույն է եղել ինքը, բայց մեր հսկողության ներքո է եղել։ Անկեղծ ասած ուզում էր բժիշկ դառնար։ Ես էլ ասեցի տղա ջան, բժիշկը իր համար գլուխը բարձին չի դնում, ուրիշ մասնագիտություն ընտրի։ Բայց հիմա հասկանում եմ, որ ճակատագրից չես փախչի։ Հիմա էլ չի դնում գլուխը բարձին հանգիստ երբեք։
Փառք Աստծո, շնորհակալ եմ նման զավակ պարգևելու համար, ինքը չափից դուրս հոգատար է յուրաքանչյուրից, ոչ միայն մեր ընտանիքի, այլ ամբողջ շրջապատի համար, չկա իր համար մարդ, տեսակ, որ դիմի ցանկացած փոքր թե մեծ խնդրով ինքը չաջակցի, չկա նման բան, շնորհակալ եմ Աստծուց, նույնն էլ կասեմ իմ հարսիկից, որովհետև ինքը աղջիկ է մեզ համար, մեր ընտանիքի անունը Սեր է։ Տիկին Լուսինե, պարոն Գյուլնազյանը 16 տարի զինվորական ծառայությամբ է զբաղվել, հետաքրքիր է այս որոշման մեջ իրեն աջակցել եք, ինչ որ մտավախություններ չեք ունեցել։ Ցանկացած որոշում մեր ընտանիքում քննարկվել է։ Հիմա էլ երեխաների հարցում կլինի, ինչ հարցում որ լինի քննարկում են եւ ընդհանուր եզրահանգման են գալիս, բայց ի վերջո որոշումը կայացնում է ինքը միշտ։ Ճիշտ է, դժվար է եղել այդ զինվորական ծառայությունը սահմանապահ զորքերում շատ դժվար է եղել, բայց հպարտացել ենք իրանով միշտ, որովհետև ինքը անձնվիրաբար մաքուր աշխատել է ու երբևիցե չի թերացել իր աշխատանքում ու այդ սերը նվիրվածությունը, որ ինքը մեզ տվել է, նույնն էլ դրսում է եղել։ Ոչ պակաս պատասխանատու եւ դժվար է նաեւ համայնքապետ լինելը, մի ամբողջ համայնքին ծառայելը, հետաքրքիր է երբ այս որոշման մասին տանը հայտնեց, ինչպիսի արձագանքներ եղան, աջակցեցիք իրեն այս հարցում, թե փորձեցիք համոզել, որ չգնայես քայլին։ Անկեղծ ասեմ, չէինք ուզում, որտեղ պատկերացնում եք ինչ դժվարություն լինել մի գյուղի գյուղապետ ուրիշ հարցեր, իսկ համայնքապետը ավելի ծանր, պատկերացնում ենք ինչ ծանր աշխատանքի է գնում, բայց քանի որ իրավորոշումներ մենք ընդառաջեցինք, հիմա էլ ցանկացած հարց, ինչ մեզանից կախված է, օգնում ենք, փորձում ենք իրան այդ բարկացած որ գալիս է տուն, փորձում ենք ամեն ինչ ուրախացնել, որ անցնի ամեն ինչը նեղված։ Շատ դժվար ծանր աշխատանք է, բայց փառք Աստծո։ Ես զբաղվում եմ ազատ ոճի իմպշամարտով, սովորում եմ Երևանի Օլիմպիական հերթափոխի քոլեջում, արդեն 10 տարի ես զբաղվում եմ ազատ ոճի իմպշամարտով, ունեմ շատ հաջողություններ։ Ինչ կպատմես հայրիկի մասին, խիստ է ձեր նկատմամբ, շատ է բարկանում։ Շատ խիստ չի, ինքը շատ հոգատար հայր է մեր համար, իմ բոլոր հարցերում հաջակցում է ինձ, իմ հայրը, թե սպորտային, թե կյանքի բոլոր փուլերում ինքը իմ հետ է, իմ կողքին է։ Այլ ինչ որ մի խնդիր ես ունենում, ազատ կարող ես գալ զրուցել իր հետ։ Իհարկե։ Գորքանի տարեկան ես։ Ես 13 տարեկան եմ։ Պատմի քո մասին, ինչով ես սիրում զբաղվել, ոնց ես սովորում։ Ես սովորում եմ գերազանց եւ սիրում եմ զբաղվել սպորտով հիմնականում։ Գնում եմ ըմբշամարտի արդեն 5 տարի է։ Նաեւ եղել եմ նախկին ֆուտբոլիստ։ Ֆուտբոլի գնացել եմ 3 տարի եւ ինչա դուր էր գալի ֆուտբոլը։ Իսկ հայրիկի մասին ինչ կպատմես մեզ։ Հայրիկի մասին հայրիկը շատ խիստ պահանջող եւ հոգատար հայր է։ Երբ ես ինչ-որ բան սխալ եմ անում կամ ինչ-որ բան սխալ եմ գործում, ինքը ինձ վրա բարկանում է։ Չի բարկանում, բացատրում է, թե պետք չի անել դա անել, թե չէ։ Իսկ կարող ես իր հետ գալ խոսել, օրինակ այդ օրը դու խնդիր ես ունեցել, գալ առաջին իրեն պատմել։ Հա, իհարկե։ Ինքը իմ հայրն է, ես պետք է իր հետ խոսամ, չէ՞, պետք է իր հետ ասենց ասած խորհրդակցեմ։ Եղբայրներիդ մասին ինչ կասես։ Շատ եք կռվում իրար հետ։ Դե ոչ, չէ։ Իսկ Մոնթեին խնամում ես։ Այո, հա, խնամում եմ, ոչ եմ խնամում։ Քո անունն ինչ է։ Մոնթե Մոնթե քանի տարեկան ես։ 4 Իսկ դու ես գնում առավոտյան։ Պարտեզ գնում ես։ հա գիմնաստիկա պարտեզում գնում գիմնաստիկա Գիմնաստիկա։ Ինչ ես անում գիմնաստիկա։ մարապում Ինչ ես պարապում։ Ցույց կտաս մեզ։ արուսում եմ անբատուտում մարապում ուժիմ եմ Պապային սիրում ես։ Չխայնանում է քո վրա։ Հետ ինչ ես անում, որ չխայնանում է։ Uşarız uçu aknım uşaknım. Հելելեթի, բաբարա, դու պարտեզում ում ես սիրում։ Milenayım. Ընկերուհի ունես։
Հա? Դու ամեն առավոտ իրան ինչ ես տանում։ Ծաղիկ։ Բա, ինքը հոգատար տղա է։ Եղբայրներիդ հետ խաղում ես։ Օգնում են քեզ։ Հա? Ջղայնանում են հեչքով վրա։ Ո՞վ է շատ Ինչ ես անում, որ ջղայնանում են։ Ես զախոսում եմ ջղանանում եմ։ Մի փոքր կուզեմ ձեզ ներկայացնեմ երկու բառով այս անկյունի մասին։ Ուրեմն անցած տարվանից ուխտ էինք արել ու Աստծուն խնդրել էի, որպեսզի հնարավորություն ունենամ դառնալ Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու խաչքավոր ու փառք եւ շնորհակալություն Տիրոջը ինձ ընձեռնվեց այդ հնարավորությունը։ Այս տարի Սուրբ Հարություն եկեղեցու խաչքավոր ես եմ ու սա այս խաչը մեր Սուրբ Հարություն եկեղեցու խաչն է։ Ջրօրնեկին, երբ որ խաչքավորություն է լինում, քավորը խաչը տանում են իր տուն ու մինչև հիմա խաչը մեր տունն է, շուտով պետք է վերադարձնենք, տանենք եկեղեցի, դա եւս մի արարողակարգ է։ Ասեմ, որ ես իմ ընտանիքով ամեն կիրակի մանուկ հասակից չկա մի կիրակի, որ մենք չգնանք պատարակ, առաստված մեր աղոթքը, մեր խնդրանքը ու իմ տղաներն էլ այդ պես արդեն իրանց մեջ ձևավորված է։ Մոնթեն երբ արթնանում ենք շաբաթ օրը, որ ասենք պապ այսօր որ քնենք, վաղը հաստատ եկեղեցի գնալու ենք, չէ՞։ Ու դա շատ կարևոր է, որովհետև հենց հավատքն է, հավատքն առ Աստված է, որ ունենում ես լավ ընտանիք, ունենում ես ամեն օր Աստծուց խնդրելով իմաստություն, ունենում ես կարողանում ես շփվել առաջինը քո ընտանիքի, քո հարևանի, քո համայնքի ժողովրդի հետ։ Ուստի ես իմ տղաներին փոքր տարիքից իմ հետ, ինչպես իմ ծնողները ինձ են տարել, տենց էլ ես իմ տղաների հետ ամեն կիրակի այսօր է բացառություն չէր, գնացինք, օրհնություն ստացանք, մեր աղոթքն արեցինք ու հետ վերադարձանք մեր տուն։ Նիկոլայան համար մեկ։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։